Ինչպես էին ռուսները օգտագործում սովետիզմի մնացած ժառանգությունը։ Ռուսները իրանց զենք չեն վաճառել այդ ժամանակ եւ դրանից հետո երկար ժամանակ չեն վաճառել։ Իրանք անվճար են տվել։ Կիսով չափ ենք համալրված, բա որ սաղ լիներ, ինչ էր անելու, էլի։ Իրանց հակով չի, եթե այդտեղ լինեն մարզված անձնակազմ եւ նորմալ հակահրետանային անվտանգությունից տեղյակ հրամանատարներով։ Մենք հայտնվելու ենք Դավիթի դերում ու մեր դեմ Գոլիաֆն է լինելու։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարի երեկո։ Այսօր մեր հերթական ոդկասթի օրն է, Հարևորդի Վարդանովներ ոդկասթի, եւ այսօր որոշել ենք էլի շարունակելով ռուս-ուկրաինական եղբայրասպան պատերազմը, այդ թեման խոսանք հրետանու մասին, թե ինչպես է հատուկ օպերացիայի շրջանակներում օգտագործվում հրետանին, թե Ուկրաինայի կողմից, թե ռուսների կողմից։ Ճիշտ Ուկրաինայի ռուսների ու Ռուսաստանի ռուսների։ Այ եղբայրասպան ասեցիր, միանգամից մյուս հաղորդման թեման մտքիս եկավ։ Կարելի է եղբայրասպան Էթիոպիա եւ Էրիտրեայի պատերազմից խոսալ։ Հա, խոսանք հետո էլ մյուս հաղորդում։ Հա, միջ խոսքը շարունակել է, հիշեցնեմ, որ մենք ձեր աջակցության կարիքը ունենք, աջակցություն գումարայինի մասին չի խոսքը, ուղղակի լայքերի, դիզլայքերի, մեկնաբանությունների կիսվեք, ինչքան շատ դիտումները լինի, այդքան շատ մարդ կտեսնի, YouTube-ի, ես վերջերս սկսել եմ YouTube-ի մեծ ալգորիթմներով հետաքրքրվել։ Ասում եմ 4-5 բառ պետք է կոմենտի մեջ լինի, որ նոր հաշվի չի, բայց լայքերը հաշվի առնում, կիսվելը հաշվի առնում, երկար նայելուց հաշվի առնում։ Մի խոսքով, եթե կարում եք ֆինանսապես աջակցեք, դեպքի Patreon-ին գրանցվեք։ Իսկ եթե մի քիչ ավելի շատ եք մտածում ձեր անվտանգության մասին, եկեք պարապեք Ոմայում։ Հա, նոր խումբը հոկտեմբերի 27-ին դրանից դուք պատրաստվում եք մարտի դաշտ, եթե կռիվ լինի թե չէ, դուք կարաք այդ գիտելիքները ստեղ ստացած կիրառեք տարբեր կրիզիսների ժամանակ, մեկ է ուղղակի ընտանեկան կրիզիսների ժամանակ, ասենք երբ որ բալի կամպոտի բալի հատիկը հետում երեխու շնչափողին է կառնում։ Հա դե ոման պատերազմի մասին չի, ոման արտակարգ իրավիճակներում ողջ մնալու մասին։ Կրիզիսները տարբեր ասենք տեխնոլոգիա, պատերազմը դրանցից մեկն է ընդհանրապես։ Այո, որ մտածում ես պատերազմն էլ էլի, ասենք կրիզիսը։ Մեկ էլ ես բան էի պարտվել 3000 դրամ։ Ես երկուս եմ հիշում։ Դե կոմենտներում 3 են ասել, դրա համար եմ։ Հա, չես նստել հաշվել։ Կարող է խաբեցինք էսի օկոտենց։ Դե ասում են փողը սեղանին դնելը լավ նշան չի, դրա համար ասենք գրպանը դի։ Հայր ջան, տարոսը ձեզ։ Փողի առումով չէ մենակ էլի, այլ նաև որ ձեր շրջապատում վերջապես դադարեք լսել մեր հարևանի նկատմամբ ատելության խոսքի տարածումը։ Ես նկատի ունեմ Իրանի նկատմամբ ագրեսիայի դրսևորումը, որը ինքնակոչ իր վրա այդ անունն վերցրել Բաքվի Հանրապետությունը Իրանի գավառներից, նահանգներից երկուսին։ Մի փոքր բան նորություն ասեց Վաղինակը բուկվալն 10 րոպե առաջ, հետաքրքիր բան է, ինչ որ մանրամասնում կամես բանա, ոնց որ թե Բաքվի Հանրապետությունում Բաքվի սուլթանի Ես հենց նոր փրկվա 1000 դրամ։ Բաքվի նախկին սուլթանի ու հիմիկվա սուլթանի Ալիևների մասին է խոսքը էլի։ Ալիևների աշխատակազմի ղեկավարը, որը հետո ժառանգաբար, ասենք, որդին հորից ստացել էր։ Մինչև 19 թիվ եղել է իրանց աշխատակազմի ղեկավարը, խոսքը Մեհդիևի մասին է, որը բավականին լուրջ կշիռում է։ Շատ լուրջ կշիռ ունի, Նախիջևանի կլանի ներկայացուցիչ է, շատ ուժեղ կերպար է, նույնիսկ խոսք կար մինչև 19 թվական, որ երկիրը ինքն էր կառավարում, այլ ոչ թե Ալիևները։ Մի խոսքով պետական հեղաշրջման փորձի վրա բռնել են ու բռնել են շատ հետաքրքիր ոնց Դուշանբեում Պուտինը սկյուտեղով տվել է, որտեղ պարզվեց ընդհանրությունը թե իրական ըստ տեղեկությունների ինչ որ լրատվական է տարածել, դեպքով են բանը։ Եթերային sense ինչ որ տեղեկություններ այդում, հա։ Չէ, նոր կարամ բացեմ նայեմ։ Օֆիցիալ հայտարարություն կա։ Օֆիցիալ հայտարարություն, որ ռուսներն են տվել։ Օֆիցիալ հայտարարություն դեռ չկա, ինչ որ լրատվականի բանով ինսայդերսկի ինֆորմացիա է, որ ռուսներն են տվել, որովհետև ռուսների միջոցով էր փորձում պետական հեղաշրջում անել։ Էդի իգիտություն են բոլոր
լավ մարդկանց, որ ուժեղները փոքրերի հետ չափսերով եւ ազդեցությամբ փոքրերի հետ խաղում են։ Միակ փոքրը, որ հələ որ կարում է ուժեղով խաղա, դա Իսրայելն է։ Այս վերջի 50-60 տարվա մեջ 100% փոքրերով ինչ ասես հարսու որոշ տեղով փեսուն լավություն են անում մեծ գերտերությունները։ Բայց Անգլիան էլ է փոքր երկիր չի ասելով։ Անգլիան փոքր երկիր չի, հաշվի առնելով որ Անգլիայի թագավորի դոմենն է Կանադան, իր դոմեն դա նշանակում է ժառանգական տարածք, Ավստրալիան, Նոր Զելանդիան, կարծեմ Բելիզը, չէ, Հնդկաստանը չէ։ Էդի բանը, նույնիսկ էդի միավորման շրջանակից դուրս է, էդի առանձին ստրուկտուրա է, Կարոլևսկի դոմեն, то есть թագավորական տուն, սենց ասած։ Անգլիական թագավորն է, անդե գլխավորը, անդե թուղթ ստորագրողը պրեզիդենտը չի, այլ Անգլիայի գուբերնատորն է, գեներալ գուբերնատորը։ Այդ բանը մի մոռացեք, էլի ասենք, երբ որ դուք ձեր ազգայինը բան եք անում, վտանգում եք ինչ-որ խաղացողների հետ միասին, մի մոռացեք, որ պայտակ կարող է հարսի պես մի բան դառնաք, փեսու համար լավության առարկա լինի ձեր մարմնի մի հատված։ Անդրադառնանք մեր գլխավոր թեմային։ Անդրադառնանք մեր գլխավոր թեմային, երբ պատմությանը իմաստ չկա, անդրադառնանք, թե որտեղ հրետանին երևի արդեն 2000 տարի է օգտագործում է, եթե ոչ ավել, տարբեր տեսակի, տարբեր ձևերով հրետանին պայթուցիկի միջոցով նետող, պայթուցիկի միջոցով հեռու չի, էլի։ Այդքան է հեռու չի, բայց մի 500 տարի կա ավել 14-րդ դարից Եվրոպայում ինքը լավ կատարելագործվեց, այնց որ Չինաստանում արդեն 16-րդ դարում ոնց որ սերիական արտադրության էր տարբեր տեղեր կանգնում, Պուշկիքի մասին է խոսքը, մի խոսքով հետո կարանք տեսակներից խոսանք, թե ռուսները ինչեր ունեն, ինչ տեսակի, հրետանին ոնց է ռուսական բանակում, ինչպես նաև մեր բանակում բաժանվում։ Հրետանին դե բանա լինում է հրթիռային բանա ռակետների սիստեմ, էլի ասենք։ Դե 6 տեսակի են ընդհանուր ռուսական բանին բաժանում իրականում։ То есть դու գրագետ բանով ես հետում, խնդրեմ։ Խոսքը մինամյոտների մասին է, առաջի տեսակը, որը ցածր օղակում են օգտագործում։ Մինամյոտը նկատի ունես ականանետի մասին է խոսքը, լինում է 80 ռուսական բանակում, մեր բանակում 82-120, մեկը 60 կա, ինչքան գիտեմ, ռուսական բանակում 60 չեն օգտագործում, 82-ն է տարածված 120-ը, մեկը 240 մմ-անոցը, բայց արդեն այնի սաուի է էլի դառնում, սամախոտնի արտիլերիստի ուստանովկա։ Հետո հաուբիցներն են գալիս, քարշարկվող հաուբիցները, որոնք 120 մմ-ից ու բարձանում են, չնայած 100 էլ է լինում հաուբից, ես ինչքան չէ, 100 չի լինում, 120-ից։ Իսկ բան սամախոտնի ոնց կլինի այլ։ Ինքնագնաց գաուբից, դե արդեն սաու է դառնում են։ Կան իրականում հաուբիցների տարբեր բաներ, որ դրած է տարբեր մեքենաների վրա, ուղղակի ինքը սաու է դառնում արդեն։ Սաու հաուբից են ասում, հա։ Սաու հաուբից։ Հա։ Ու կա այդ պուշկեքը, թնդանոթները, ռակետնի այդ RSZ-ում ոնց է հայերեն։ Հրետանա հրթիռային համալիրներ երևի տենց այդում։ Տոսերը, որոնք իրականում շատ նման են RSZ-ին, պրոստը ռակետն է ուրիշ ձև աշխատում, մեկ է տակտիկական ռակետների կոմպլեքսները, OTRK-ները, օպերատիվ TRK է այդ, OTRK էլ կա։ OTRK-ն էդի արդեն ավելի հեռու ասենք, օպերատիվ մարտավարական, ասենք, հրթիռների համակարգ։ Ինքը կաղա բանը հրթիռային զորքերի մեջ է մտնում, հրետանային ինչի համարվում, չեմ կարող ասեմ։ Համենայն դեպս Ուկրաինան էլ իր աշխատելու չէ, իր հասցրած վնասի ու ինչ որտեղ նաև աշխատելու բանով, ինքը ընդհանուր առմամբ սովետի ժամանակ տենց էր, հիմա չեմ իմանում ռուսների մոտ ոնց է, այդում էր բան, ռակետնա артиллерийское вооружение, то есть բանա, հրթիռը հրետանային, ասենք, սպառազինություն։ Հիմա արագ մի քանի բաներ ասեմ, պարամետրեր ասեմ, 82 մմ-ը
հիմնականում մինչև 3 կիլոմետր է խփում, հատուկ արկեր կան, որ հասցնում են մինչև 6, դա ռուսական արտադրության է։ Դա դու թնդանոթների հետ ես։ Չէ, ականանետերի մասին 87 չի 82-ը։ Չէ, մինչև 3 կիլոմետրը, ու արդեն 6 հատուկ սովետական է, էլի։ Դե ռուսական ասը նույնն է, էլի տարբերություն չկա։ 120 մմ-ը արդեն 2 անգամ համարյա շատ է, մինչև 9 կիլոմետր, դե 240-ը շատ էլ է կրակում։ Ձուլբաններն են հիմնականում, իր ռադիուս պարաժենյաները մեծ։ Մեծ է իր կալիբրը, բնականաբար թե ասենք 82-ը 30 մետրի կարգի է, 25-ից 30-ը, 120-ը 50-ը, այնի արդեն 300 մետր է ռադիուս պարաժենյան։ Դրանից հետո բաների մասին, հաուբիսները լինում են 120-եր ռուսական բանակում, 122 մմ-անոց, 152 ու 203-ն է այտենց օգտագործվում, որը երկրորդ համաշխարհայինի ժամանակ շատ մեծ քանակի է օգտագործվում։ Բան արել, բայց թրթուրային բանի վրա, շասի վրա։ 203-ը Կիևի ազատագրման այտենց երևի կարելի ասել, այս SVO-ի ժամանակ էլ է օգտագործվել 22 թվականին դրանցով Ռուսաստանի ռուսներին, Ուկրաինայի ռուսները տենց են լարել Կիևի մոտակայքից։ Հա, որտեղ բանը երկրորդ համաշխարհայինից հետո հսկայական քանակ այդ բաներից մնացել է նախկին ուկրաինական ֆրոնտի տարածքում, առաջի, երկրորդ, 122 մմ-ը D30-ն է, որի հեռավորությունը մինչև 15-ից 20 կիլոմետրը, հատուկ ինչ-որ բաներով, արկերով արդեն 30 կիլոմետր են կարում հասցնեն, 152-ը մեր մոտ շատ տարածված D20-ն է, Ուկրաինա, Ադրբեջան, Բաքվի Հանրապետությունը ունի նաև մստաներ, որը Ուկրաինայում էլ է տարածված, Ռուսաստանում էլ է տարածված, գիացինտներ, ակացիաներ, 152 մմ-ը։ 152 մմ-ը բանա, ինքը ունի արևմուտքում անալոգ 155։ 155-ն է, որը հեսա կասենք էլի։ Երևի արդեն RSZO-ները գրադն է տարածված, գրադի տարբեր մոդիֆիկացիաներ, որը 120 մմ-ը, 200 կա մի քիչ ավելի մեծ գրադ չեն ասում, օրինակ տոչկա, բանա։ Էդի արդեն բանի ուրագանը 220 մմ-ը, բայց էլի նույն գրադի բանով է հավաքած, էլի ոնց հասկանում։ Էդ եմ ասում, այդ բանա գրադացիան մինչև Աստված գիտի ինչքան էթում է, որ մտածում ես գրադ, տորնադո, ուրագան, սա գրադի վրա, տիեզերքով գնացող այդ բաներն էլի նույն հա, ուղղակի մի քիչ ավելի մեծ է, մի քիչ ավելի նավիգացիայով, մի քիչ կարող է կառավարվող աջ ու ձախ ասած ուղղող բաներ կա, այս արեշնիկ, մարեշնիկ, ինչ ասես, բանա, չէ, լսեցինք այս վերջերս, հին վաղտվանից էլ, ասենք, լսում էինք արևմտյան վախացնող անունով, ասենք, սատանա, ռուսական բանը, սովետական հրթիռը, այդ ամեն ինչը, ասենք, ասենց գրադին առանձին թողենք, չէ, երևի, թե իր մասին, թեթև այդ հրթիռային բանի մասին, թեթև խոսանք, որտեղ ուկրաինական ճակատում քիչ թե շատ դեր խաղացին, գոնե արևմտյան բանը։ Արևմտյանները, հա, հիմա լավ դեր են խաղում, լավ, RSZO-ները։ Ռուսական բանակը բանով, երբ որ ներխուժեց եւ փորձեց հատուկ օպերացիա անցկացնել, այդ զրահատանկային գումարտակային խմբերով, երբ որ ներթափանցեց, որ շատ նման էր բանը, մի հատ ռուսերեն բառ կա, շուշուտ եմ ռուսերեն բառեր օգտագործելու ներողեք, բանը, ուրեմն ուդար ռաստապերիննի պալցում, էլի, то есть այսինքն չռած մատերով հարված էր, նման բռունսկի էֆեկտ չստացվեց, չընկավ, չտապալվեց Ուկրաինան, հենց դրա պատճառով, որ այնց մատերով էր խփել ու այդ ամեն մատը բետեգեն էր, բրանետանկովի բաները, որ զրահատանկային գումարտակային բաները, ռորկային խմբերը, ուրեմն իրանք նաև պարտադիր իր հետ զբան էին տանում, արտիլերիա էին տանում, պարտադիր, արտիլերիան գումարտակային էր, ուրեմն եղել են բետեգեներ, միայն մինամյոտներ եւ հրթիռներ, իսկ եղել են բետեգեներ, իրանց հետ նաև, ասենք, փողային հրետանի ար եղել։
տարբեր խնդիրներ այլ ունեցել իրենց առջև, խոսքի օրինակ դե տարբերությունն էլ երևի պետք է ասել փողայինի անկյունների մասին ու ականանետի ականը համարյա ուղիղ է ընկնում ուղիղ չէ, բայց 80 հլը կարա մի կերպ 90 չի կարա, բայց բանա փողայինը այդ ձևի կրակ անում է մենակ հաուբիցը, այն էլ հատուկ կրակով կոչվում է մարտիրնի ագոն, մարտիրայի այն հին մեծ sense բաներով, կարճ փողերով թնդանոթներն էին, ասենք սրանից 200 տարի առաջ վերջի անգամ պատերազմներին կամ կարող մասնակցել են, բայց ցուցահանդեսներից են հանել օգտագործել, էլի ոչ թե ասենք զորքերում ընդգրկված հրետանու տեսակներ են, մարտիրնի կրակ գաուբիցը անում է, բայց թնդանոթը միայն նաստիլն է կրակում։ Ընդհանրապես երևի մի փոքր Ուկրաինա, բայց քանի որ մենք փորձում ենք պիտանի բաներ էլ խոսանք, արժե ասել, որ օրինակ ինձ մեկ հարցնում են հաուբիցի ու թնդանոթի տարբերությունը։ Դու գիտես իրանց տարբերությունը։ Արագը գոր չէ, թնդանոթը ուղիղ կրակի համար է, հաուբիցը մի քիչ բան է, էլի գնում էլի ականանետի նման։ Կա տարբեր բաներ։ Այսինքն ուղիղ նավոտկով են կրակում, հեռավորությունն էլ է տարբեր։ Որ պաշտպանվող զորքի դեմ հաուբիցն է, դիրքավորված զորքի դեմ, դա նշանակում է գրոհող թնդանոթային համարվում, իսկ Պուշկեն պաշտպանվողի համար է խփում է գրոհող զորքին, որտեղ ինքը ուղիղ է խփում գրոհողին, բայց այդ բանը բաժանությունը կամ սխալ է, կամ էլ ինքը մի փոքրիկ հատվածն է։ Բացի դրանից, որ թնդանոթները այտենց են խփում, իրենք նաև հեռավորության խնդիր կա։ Դե ասեցի հեռավորության հարցերը։ Թնդանոթը պաշտպանված վաղ խփում է կարճ, որտեղ խփում անդե որտեղ պետք է, բայց փողը բարձրացնելուց ինքը շատ ավելի հեռու է խփում, քան հաուբիցը։ Հաուբիցների բալիստիկան ինքը մի քիչ ավելի կրուտոյ լինելով, կալիբրները մեծ լինելով, ինքը չի կարող այդ դիստանցիաների վրա խփի, ինչ որ թնդանոթն է կարում, ասենք 40 կամ 45 աստիճան բարձրացնելով էլ իր փողը։ Գոնե նավերի դեպքում դա պարզ երևում է, այլ ասենք որ բանը նավերի վրա, որտեղ դիստանցիաները մեծ է, մեկը մյուսին խոցելու, անցել այլ այն ժամանակ, երբ որ փայտից ասենք տախտակամացերով sense գալիս իրար դեմ կայնում են ու 10 մետրի վրա դեղ իրար վրա խփում են։ Նավերը շատ վաղուց էլի ասենք 100 տարուց ավել, մի 130 տարի է հեռվից են իրար վրա կրակում ու բոլորը թնդանոթներ են։ Դե հաուբից չի օգտագործվում, դե միայն թնդանոթներ են օգտագործվում։ Փաստորեն թնդանոթը ավելի հեռահար կրակող կարա ավելի հեռահար, բայց ցամաքային զորքերում ես ինադու տենց ասած ժողովրդական լեզվով ծովային բաների հրետանուն չեմ անդրադառնում, որտեվ մեզ դա պետքա այդքան էլ չհետաքրքրի, որտեվ ծով չունենք, ինչ զենքեր նշեցի կամ մենք ունենք կամ մեր հնարավոր հակառակորդ պատվոխով հարց տամ, իսկ այն զենքը, որ իրանք ունեն, իսկ մենք երևի ունենք կամ էլ հեսա շուտով կլինի, Ցեզարը մեկ էլ դանան, իրանք հաուբից են, թե թնդանոթ։ Բան են համարվում, սաու են համարվում։ Իսկ իրանց փողը հաուբիչնի է, թե հաուբիչնի է, հա։ Հա որ 40 կիլոմետր խփող։ Իրանց տրայեկտորիան քանի որ մեծ չի, իրանց տրայեկտորիան ցած վրա, իրանք ինձ թվում է վերջը իրանց ճիշտ է որպես թնդանոթի փող բան անել գնահատել, որտեվ իրանք եթե մեծ տրայեկտորիով կրակեն, նոր այդ վաղ, ասենք, հաուբիցայի գործողություն են իրանք անում։ Լավ, ռուսական եւ ուկրաինական զորքերը պատերազմը սկսում են, ով արձակում բան հասկանալի է, այդ իրենց քաղաքացիական պատերազմի մեջ սկսում են գրեթե նույն ամբողջությամբ նույն զրահատեխնիկայով տոկոսային հարաբերություններ էր, միտե շատ 72-ը, միտե քիչ 72-ը, միտե 90 կար, միտե 90 համարյա չկար, 80-ի արկայության տարբերություն, բան 62-64 տանկեր, այո։ Հրետանին էլ նույն ձևի էր։ Հրետանին էլ ամբողջությամբ նախկին սովետական ժառանգություն էր, մոդեռնիզացված կամ չմոդեռնիզացված։ Ուղղակի տարբերություն կար, սովետից հետո ՌԴ-ում
արտադրությունը շարունակվում էր, այսինքն մենակ իրանց զապասները չէին վաճառում ուրիշ երկրների։ Իսկ Ուկրաինան կանիբալի պես ինքը իր մարմնից փոկում, ոնց որ տանկերը, այդպես նաև հրետանին էր վաճառում։ Հա, ու նշենք, քանի որ կոմենտներում հանդիպել է մարդկանց թվում է մենք ռուսներին պաշտպանում ենք, Ռուսաստանի ռուսներին, չէ, իրանք նույնիսկ բանի Բաքվի հանրապետությանը վաճառում են զենք։ Չէ, համաձայն չեմ, չէ։ Ուրիշ ձև են վաճառում, պաշտպանում էլի, ասենք։ Ուրեմն 90-ական թվականներին, 92 թվականի ձմեռվա վերջից թուրքերը սկսեցին Ուկրաինայից զենք գնել։ Ռուսները իրանց զենք չեն վաճառել այդ ժամանակ։ Եվ դրանից հետո երկար ժամանակ չեն վաճառել։ Իրանք անվճար են տվել։ Ավելի վատ։ Ապրիլ ամսից սկսել են անվճար տալ սովետական ժառանգությունը, որը հենց այս ստուդիայում ես մի քանի անգամ նշել եմ, որ քանի անգամ տարբերություն էր տալի, որտեղ ռուսը այտենց իրան շատ նեղություն չէր տալի, բանա որ մեր մեջ բալանս պահեր։ 7-րդ բանակը, ասենք 3-ից 4 դիվիզիա էր, 7-րդ բանակի ժառանգությունը մեծ մասամբ մերն էր։ 4-րդ բանակը 7-ից 8 դիվիզիա էր, մեծ մասամբ չէ, ուղղակի ամբողջությամբ իրանց մնաց։ Փաստորեն մեծ մասամբ որ ասում եմ, հասկանալի է, անդե մի մասը պայեստի տրակեց, այդ բանը դիվիզիոն պայեստը բանի Աբովյան չի ասած։ Խոսացել ենք դրա մասին, 400 վագոն մեզ է մնացել, 11 վագոն դեպի զինամթերքի մասին, 11000 վագոն զինամթերք մնացել է Թուրքին, եւ դա ցույց է, էլի։ Զինամթերքը համապատասխան զենքի է լինում, էլի, ասենք պայստավորած։ Սկզբից ուրեմն, հա, այն որ այտենց չի եղել, որ ռուսը չի վաճառել ուկրաինացիներին, որովհետեւ բանը էմբարգո է եղել։ Այ ոնց որ Անգլիան էմբարգո է եղել։ Հետո ինքը որոշեց, որ էմբարգոն հանել։ Բաքվի թուրքերին ուկրաինացիներին չի։ Դες խալասած էլի։ Հա, Բաքվի թուրքերին։ Այդ դրա համար 1000 դրամ չեմ տալու, իսկ կարելի է եւ սխալվել։ Չէ, բան չունեմ։ Երևի անցնենք բուն թեմային, թե սկզբի պատերազմի սկզբին ոնց էին օգտագործում հրետանին։ Դե դա էլ բուն թեմայից ապեր։ Ուկրաինան այն վիճակի էր հասել, անգամ դες ծովը ասում ես չունենք, չէ՞, բայց Ուկրաինայի արտիլերիան են քննարկում։ Ուրեմն ինքը ծով ափնյա ուներ, ասենք հրետանային կոմպլեքսներ, որը որ ասենք կամ նավն են հանում ու նավի աշտարակները հրետանային բերում ափի վրա են դնում, կամ հենց ափի համար հատուկ աշտարակային բան են սարքում, թնդանոթներ։ Նույնիսկ դա դեմոնտաժ արել, ասելա մեզ պետք չի։ Ու բնական է, որպես ջարդոն կարող է հիշեք, էլի, ասենք մենք էլ այդպես սովորություն ունենք տարբեր գործարանների անուններ, հիմա մեծացուցակը որպես ջարդոն ոնց ենք ստանոկները ծախել։ Իրենք էլ այդպես որպես ջարդոն իրանց զենքերն էին ծախում ստանոկների հետ միասին։ Եվ ինքը իր հրետանին մաքսիմալ թույլատրել է, ռուսը ճիշտ է ասում, արտադրել է, բայց պիտի նշենք, որ քիչ արտադրել։ Քանի որ արդեն խաղաղություն է, քանի որ խաղաղության դարաշրջանը եկե, ընդհանրապես spetsnazից բացվի ոչ մի զորք պետք չի արա, իրանք ռուսներով հո հիմար չէին, ուրիշ զորք պահեին մեծ, պարապաստներին, բանը, չէ որ այնտեղ պատերազմ մոտակա տարիներում չէր սպասվում։ Կուշ կսեմ, կուլա լսի։ Ինչ էիր ուզում ասել, անընդհատ չեմ թողում ասենք ասես։ Ուզում եմ ասենք բուն թեմային, բուն թեման թե ոնց ինչպես էին ռուսները օգտագործում սովետից մնացած ժառանգությունը, մարտավարությունը դա մարտավարության մի մասը, հա, ոնց փոխվավ, որը մեզ ավելի օգտակար կլինի, որովհետև մենք հաստատի, եթե հանկարծ աղությունը չպահվի, պատերազմ սկսվի, թղթի մասին է խոսքը, էլի, եթե թղթին հավատանք, մենք հայտնվելու ենք Դավիթի դերում ու մեր դեմ Գոլիաֆն է լինելու, որովհետև հիմա ուժերի հարաբերակցությունը նման է շատ։ Դավիթ Գոլիաֆին, հա։ Ասենք, որ սկզբնական շրջանում սովետական բանով էին մեծ թվով հրետանի կուտակված էր տարբեր կետերում, այդպես էին աշխատում, այսինքն կրակի խտություն էին ապահովում, հիմա էլ չեն կարող տենց աշխատեն։ Դե լավա գոնե առաջի համաշխարհայինի ժամանակ կամ երկրորդի ժամանակ ընդունվող այդ կրակային պատը չէին անում, էլի ագնիվոյ վալ չէին անում։ Այդ մենակ խտացված, ասենք, կրակը, բայց դա էլ հսկայական քանակ սնարյադներ էր տանում։ Կհիշես, բանա Պրիգոժինի
այն ռուսական բունտաշիկի որտեղ է զինամթերքը, որտեղ են սնարը, արկերը որտեղ են, Շոյգու այդ բանը ծիծաղը առաջացնում, ասենք, որովհետև ինքը կոմեդիա չէր, ինքը իհարկե տրագիկ կոմեդիա էր, մեծ տրագեդիա կա, բայց դա փաստ էր, որ հսկայական քանակ երկրորդ համաշխարհայինի մեթոդով ռուսական բանակը սպառեց եւ ուկրաինականը։ Դե Ուկրաինան քանի որ մեծ մասը ծախել էր իր պաշարների, քիչ էր մնացել, դրա համար շատ շուտ վերջացավ իր մոտ։ Ու արդեն 2022-ի վերջից սկսեցին արևմտյան էկզեմպլյարները գալ 155 մմ-անոց։ Սկզբից բայց եկան բաները, սովետական էկզեմպլյարները նախքին սոցերկրները։ Հա, երկրները ինչ ունեն իրանց մոտ, ինչ կար, էդի տվեցին, հետո ամերիկյան Հայմերսները եկան, որոնք նույնիսկ իրանց հրթիռներ են տվել մինչև 165 կիլոմետր հեռավորություն կարում են խոցեն, արդեն առաջ եկել են 777 կամ 3 կացին, հա, հաուբիսներն են եկել, որոնք ու արևմտյանը, քանի որ 40 կիլոմետր խփող։ Հա, տարբերությունները սովետականի ու արևմտյանի այն ա եղել, որ սովետը միշտ մեծ բանակի դեմ կռվի է պատրաստվել, այսինքն ՆԱՏՕ-ի դեմ, իսկ ՆԱՏՕ-ի բանակը, երբ որ արդեն Սովետ միությունը վերջացավ, սկսեց արդեն հակատերորիստական ակցիաներ անել, այսինքն որտեղ ինքը կռիվ անում էր, իրան կարևոր էր, որ շատ դիպուկ կպներ, շատ արագ կպներ, այսինքն մենակ թանկացնում էր ինքը իր հրետանին։ Հակատերորիստական բանը աշխարհով մեկ էդի մոդա գնաց, էդի խափում էին սաղ երկրագնդին, ուղղակի Եվրոպան մի քիչ շահեկան վիճակում էր, ինքն դե 27 երկիր էր կարծեմ, չէ, ՆԱՏՕ-ի մեջ մտնում։ Խոսքի Լիբիայի պես երկրին, այդ 27 երկրի մեծ մասը հավաքվում կզսնում են, Հարասլավիայի պես երկիրը, շատով քչին են միշտ քչին կարում են, ասենք մի ձև բան անել։ Ու հրետանիով, ավիացիով այնց մեղում, իրանց պետքա որ շատ արագ էդի անեն, դրա համար իրանց հրետանին շատ ավելի հեռահար է, շատ ավելի դիպուկ է, իրանց հրթիռների վրա հատուկ համակարգեր կա դրած, որ ղեկավարվող են դառնում, բայց շատ ավելի թանկ է։ Իսկ թանկ զենքը մասսայական չես կարող օգտագործել։ Դրա համար հիմա ուկրաինացին մտածելով է կրակում, իսկ ռուսը էլի կարում է իրան թույլ տա մեծ քանակի արկեր ծախսի, շատ մեծ քանակի։ Ոնց էր բանը բատարեան հայրը։ Մարտկոց։ Հակամարտկոցային են ասում պայքարը, կոնտրբատարեի հայրը։ Այդ հրետանու դեմ պայքարի մեջ ուկրաինացին գրեթե միշտ տակ էր տալի, մինչև չհայտնվեցին այդ իմ ասած 3 կացին կամ 777 M777, որոնք որ M177-ին թե 100 քանիսին փոխարինեցին, իրենք մինչև 40 կիլոմետր խփում են, իրանք շատ լուրջ են, Պարզա, երբ որ այս 777-ի հետ խոսքի Մստան մենամարտը ինքը կրվելու է կամ բայց Մստան էլ է մինչև 40 կիլոմետր բան, այդ ճշգրտությունը չունի, բան ընդհանրապես ամեն բան արկ իր գործարանի արտադրողը ոնց որ ասած ինչ որ թվեր է ասում խոսքի ճշգրտությունը ասենք 30 կամ 50 մետր մաքսիմալ հեռավորության վրա ենթադրենք մաքսիմալ հեռավորությունը մաքսիմալ չէ, ասենք 20 կիլոմետրի վրա։ Ռուսականը միշտ մի քիչ ավելի մեծ է լինում։ Էդի մեր նախորդ խոսակցության մեջ ես ասացի, չէ, որ Ռեյնմետալը իր նախապապի կռուպը, անգլիական թնդանոթները իրանք միշտ ավելի լավն են եղել, գոնե մի քիչ ռուսականից, սովետականից, հետո էլի ռուսականից։ Դրա հաշվին իրանք զենքերը մի քիչ ավելի ճշգրիտ են։ Ու 155-ը, երբ որ ասենք սոցիալիստական ասենք ճամբարի սաղ զենքերը, որը որ միջև էր չէին ծախել վերջացավ Ուկրաինա Բաքվի հանրապետությանը տարբեր երկրներ էին ծախում, էլի մենակ Ուկրաինան չէր ծախում եւ բանը ասենք Աֆրիկաներում երբ որ ինչ որ չէին ծախել բերեցին Ուկրաինա շատ արագ ստեսպառվեց եւ արևմուտքը կանգնեց մի խնդիրի առաջ բացել իր պահեստները արևմուտքի պահեստներից այդ զենքերը չկա, այդ հրթիռները չկա, այդ հրետանու տեսակների համապատասխան զինամթերքը չկա, ինքը սկսեց տալ Իրանը։ Իսկ Իրանը թանկ էր,
այ ոնց որ բան հարյուրավոր ուկրաինական տանկերին փոխարինող եկան մի քանի տասնյակ Լեոպարդն ու Աբրամսը ոսկե։ Իսկ հիմա եկել են հրետանում փոխելու, ասենք Հայմարսները, շվեդական արչերները, հարյուրավորները, հազարներով թնդանոթներին փոխարինելու եկել են տասնյակներ։ Ու ոչ թե դրա համար, որ այդ տասնյակները հավասարազոր են, ասենք 1000 նախկին ուկրաինական, սովետական արտադրության թնդանոթներին, ոչ, ուղղակի չկա։ Արևմուտքը պատրաստ չի իր սպառազինությունը այնքան տրամադրել, որ թուլանա իրանց սեփական անվտանգությունը։ Դա հայտարարելա գիտես, չէ՞, համ բանը Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, համ այդ բանը վերջերս Հունգարիայի նախագահն էլ էդի ասաց ուղղակի տեքստով, ասաց մենք չենք պատրաստվում այդտեղ գնանք Ուկրաինայի համար զոհվելու։ Բացի դրանից իրանց պաշտպանությունը, ասենք, չպետք է տուժի պակասարելով իրանց բանը ռեսուրսը, զենքի, բանի այն աստիճան, որ իրանք մնան անզեն։ Ու դա շատ հասկանալի, ասենք, վերաբերմունք է։ Ուկրաինացիք հիմա ուրիշ խնդրի առաջ են, թե ռուսականը պարզը ավելի մեխանիզմ է, այդ հրետանու շատ արագ տեղում են կարում վերանորոգեն։ Ուկրաինացիք հիմա ինչքան ավելի բարդ զենք է ստանում, օրինակ Սեզարները պետք է հետ ուղարկի Ֆրանսիա, որ սարքեն։ Լավ է, Ֆրանսիա։ Հա, անդե են սարքում։ Լեհաստանում չեն կարում սարքում։ Լեհաստանում չեն սարքում։ Հա, դա ցանկացած բարդ տեխնիկայի է վերաբերում։ Տես խնդիրների առաջ է կանգնած, դրա համար շատ զգուշությամբ է իրականում օգտագործում, ռուսնը շատ մեծ գին է տալիս այդ համակարգերին խփողներին։ Իրանց մոտ որտեղ ինչ կայք մտնես, որտեղ կամավոր ձևով մարդկանց հավաքում են SVO-ի համար, գներ կա գրած, տարիֆներ, աշխատավարձիդ գումարվում է, օրինակ մի հատ ապրանք խփում ես 1 միլիոն ռուբլի աշխատավարձիդ ավելանում։ Որ տանկը տանկ է, էլի, տարբերություն չկա։ Հրետանային համակարգերն էլ է նույնը վերաբերվում, հրթիռը հրետանայինին առավել եւս։ Բայց ինչ արեցին այս դիպուկ ու հերար զենքը հրետանին ստանալով, իրանք զոնա աչուժջենյան հետ գցեցին, այսինքն կապող օղակները ռուսների մոտ էլ բանը լոգիստիկան դժվարացել է շատ, չեն կարում իրանց պահեստները, հոսպիտալներ, բաներ ավելի են հեռացրել։ Հանգել են մեր օրը, էլի ասենք, այն որ ոնց որ մենք ջրականում ենք, իրանք շատ ավելի հեռու են դետանում։ Մեր մոտ ջրականի սպառազինությունը գալիս էր 60-70 կիլոմետր հեռվից։ Սպառազինությունը, սնունդը, բայց ստիպված ասեմ, սկսել են մի քիչ ուրիշ մեծ պահեստներն են հեռու տանում ու նույնիսկ սովետական օրենքներով կա թիկունքային ապահովման, էլի, որ դու ճակատից այսիշքան հեռավորության վրա պետք է տարբեր տեղեր պահեստներ ունենաս։ Այո։ Դա չէին օգտագործում, հիմա ստիպված արդեն օգտագործում են։ Նույնը ուկրաինացին էլ է անում։ Այն ինչի պատճառով մենք ջրականում, ոնց որ ասած, 7-րդ օրը այնքան էինք թուլացել, որ ինչի պատճառով որ թուլացել էինք, որ ճակատը բացվեց, մոտակա փոքր աննկատ դժվարախոցելի պահեստներ չունենալու պատճառով իրականում տեղանքն էր շատ թույլ չէր տալի մանավանդ։ Տեղանքը թույլ կտար, եթե մենք հեռատես լինեինք, եթե մենք հանճար չլինեինք, իսկ ուղակի դեբիլ չլինեինք ու ուտեղ վերաբնակեցման ծրագիր անեինք, շատ ավելի լավ պայմաններ մարդկանց ստեղծելով, հարկերից ազատելով, բան, որ խոսքի անգամ բանկերը Երևանից այդային գրանցվեին ջրականը։ Շատ հասարակ պատճառով դա չի արվել, որտեվ 30 տարի մեր բոլոր ղեկավարները բանակցել են այդ տարածքները հանձնելը։ Դրա միջոցով խաղաղության հասնել։ Ես ու մնացած ոչ մի թիս հողականներով դա փորձում էինք ինչ-որ ձև փոխենք, բայց մեր մոտ չհաջողվեց, որովհետև ոնց որ ցանկացած օրինապաշտ քաղաքացի Երևակայի ոչ մի թիս հողականներով մենք ամենը բանն ենք, օրինապահն ենք եւ պետական ամետը ու ստիպված ենք լինում հաճախ, ասենք, ենթարկվել այն որոշումներին, որը գլխավոր կարծիքով այնքան էլ ճիշտ չէ։ Այդ թվում նաեւ չբնակեցնել ջրականը։ Այդ թվում նաեւ, ասենք, ուրիշ հարցեր կա։ Լավ,
Բանը արժե մի փոքր մի բան էլ ասեմ, էլի, որ վերջապես ցանկացած պահին կարա 92 թվականին 91-ին ստեղծված Ուկրաինան 22 թվին պատերազմում հայտնվի, քո վրա պետք է ինտերպոլյացիա անես։ Դրա համար մի հատ մարտական կիրառելի մի բան բացատրեմ, էլի։ Ուրեմն դասակային հենակետը եւ վաշտային, ասենք, հենակետը տարբեր բաներ են զբաղացնում, քառակուսի մետրեր են զբաղացնում։ Եվ այդ քառակուսի մետրերը, եթե ճշգրիտ հրետանիով չի խփվում, հսկայական քանակ սնարյադներ է ծախսվում, եթե հիմարաբար մի հատ բետոնի շինության մեջ չի նստած վաշտը։ Եվ ցրված է տարբեր կրակակետերով, բլինդաժներով, էլի բետոնից ցանկալի է։ Ցանկալի է բետոնից, բայց ցրված, ոչ թե միտեղ։ Այն հայկական այն ապուշ մոտեցումը, որ 13 սեկցիան թռնող եւ 7 սեկցիա դիմավորող օդանավակայանը դառավ մի հատ սեկցիա ընդունող եւ մի հատ ճանապարհող, որ նաչալնիկի աշկը ամեն ինչ տենա, ոչ մեկին վստահել չկա։ Այդ ապուշ մոտեցումը մարտի դաշտում ի վնաս է աշխատելու քեզ, որովհետև միտեղ մի բետոնի շինություն, այսօր տենց բետոնի շինություն չկա, որ համապատասխան հրետանու կալիբրը չգտնեն եւ չծագեն։ Իսրայելը դա ցույց է տալիս։ Այո, հենակետը դասակային է վերցնենք։ Ասենք տեղակայված է ու փակում է մոտավորապես 1 քառակուսի կիլոմետր։ Այդ մի քառակուսի կիլոմետրի վրա ասենք 4 կրակակետ փոքր եւ բլինդաժ եւ պահեստ եւ ֆլանգային կրակակետերով, ասենք 10 կրակակետի վրա ծախսվելու է 300-ից 500 հատ ական հրետանու Բայց դու այդ ես նայում, պարզ չի խեն ուզում տանեն բանում, միտեղ հավաքեն մարդկանց։ Որտեվ ժամանակ պետք է, որպեսզի մարդիկ ծրված լինեն, այսինքն ամեն մեկը պետք է այնքան սովորած լինի, որ ժամանակ են տնտեսում, մարդուն անգրագետ վիճակ պահելով, հասկացա։ Բայց ամենայն դեպս հուսով եմ, որ մեզ լսողները այդ վիճակից թեկուզ մեզ լսելու եւ մի քիչ պարապելու շնորհիվ կփորձեն դուրս գալ այդ վիճակից։ Բայց մեկը հələ կազմը չի հասել դրան։ Լավ, մի կռապ։ Ես իմ ծառայությունից մի հատ դեպք պատմեմ, թող եթե լսի հանկարծ իմ Մարտկոցի հրամանատարը, իրան էլ եմ ասել, բայց ոչինչ, դա նախորդ կներես ասեմ։ Ինք նոր էր դարձել Մարտկոցի հրամանատար, հենց էր ստացել մեր ամբողջովին տեխնիկայով հագեցած չէր մեր Մարտկոցը։ Ու երբ որ ես նշանացուցում էի ուզում, ասում եմ չեմ հասցնում նշանացուցում տամ։ Ինչ տիպիկը գժվեի, էլի, ասում եմ, կիսով չափ ենք համալրված, բա որ սաղ լիներ, ինչ էր անելու, էլի։ Խես վիզ վեկալ է, տենց ասեմ, Մարտկոցի հրամանատարի պաշտոնը, որ եթե դու չես կարողանալու դա անել։ Աշխատավարձ, sense բաներ, աճել, փող, տուն, ավտո, падաված, սիրուի եւ այլն։ Հա, բայց կարելի է դա պարապելով աճել, էլի, ոչ թե գալ, հետո ինչ ես խոսում, այդքան ժամանակ ծախսել պարապելու վրա, լավ էլի վերջացրան։ Կարճ ասած, եթե ցրված ես, քո ամեն կրակակետի վրա այնքան սնարյադ ծախսվելու, ինչքան ծախսվելու է, ասենք, այդ մի հատ բետոնի վրա։ Ու կարող է մի քիչ։ Եվ թուրքերի համար դարձնում ես անանցանելի քո տարածքը, ու թուրքերի պայմանական լավ sense։ Մենք իրանց հետ բարեկամություն ենք անում, բան, հարևանություն, քիրվայություն։ Թուրքերը, այդ պայմանական թուրքերը շատ ավելի շատ սնարյակ պետք է ծախսեն, որպեսզի ընդհանրապես մի հատ, մի կիլոմետր քառակուսի, ասենք, տարածքը գրավեն, ու իրանց հակով չի, եթե այդտեղ լինեն մարզված անձնակազմ եւ նորմալ հակահրետանային անվտանգությունից տեղյակ հրամանատարներով, ասենք, աշխատանքներ նախորդ արած հակահրետանային Մարտկոցներ կոչվածը հիմա ոնց են աշխատում, արդեն շատ վաղուց ավելի ճիշտ, հատուկ սարքեր կան, սկզբից մարդիկ էին գնում, նստում, լսում էին, հաշվարկներ էին անում, սարքա պասիվ լակատռով, ինքը իրան հայտնաբերելը շատ դժվար է, եթե բաց դաշտում չկանգնացնես էլ իրան, ինքը
ձայնը ֆիքսում է ու արդեն տալիս է տեղը կոնկրետ, որտեղից կրակել են ու հակը այդ բանը այդ անկյունով էլի տրիանգուլյացիայով կետը նշում է հեռավորություն կոնկրետ ամեն ինչ տալիս է հրետանում մնում է այդ հակը հրետանային մարկոցին մնում է հակառակը խփել իրան ճիշտ հաշվարկե չի ուղղակի այդ տվյալները մտցնել իր մոտ ու խփել այնտեղ Դա ավտոմատացված հրետանային համակարգը եթե չէ պետք է սա պրիցելը բանա սա Դե հաշվարկ չեն անում իրանց թվերը տալիս են ուղղակի դնում են ես դրա հետ եմ Կարճ ասած, եթե ունենաս գրագետ անձնակազմ եւ գրագետ դասակի հրամանատար, վաշտի հրամանատար եւ գումարտակի, արդեն հնարավոր է, ասենք, դասակից չէ, գրագետ սերժանտի սկսած։ Հա։ Հիմա մեր մոտ շարքայինից вообще-то ես ասեցի։ Եթե տեղից գալիս է շատ կարևոր միջև գումարտակի հրամանատար արդեն ոչնչանալը ուղակի անհնար է դառնում։ Հնարավոր է, ասենք, ունենալ կորուստներ, իհարկե, հնարավոր է հսկայական կորուստներ հասցնել հակառակորդին, որտեղ դու նախորոք պաշտպանված դիրքերում ես, քո բանը մարտավարում եւ հնարավոր է չպարտվել, հնարավոր է ձեռքերը չբարձրացնել, չհանձնվել եւ հետո ստիպված չկանգնել են ընտրության առջեւ ինքնասպանել եմ, թե չլինեմ, որովհետեւ հայրենիքս չեմ կարացել պաշտպանել։ Բանը մենք հեսա վերջանում, բայց չանցանք համեմատաբար նոր երևույթին, որը որ համեմատաբար է։ Դե առաջ օթային բանը ճաշումը հրետանուն վրա եւ հրետանուն աջակցելը օթաչով էր։ Դրանից առաջ օթապարիկով։ Հիմա անօթաչուներով է ու բավականին զարգացած այդ համագործակցությունը ավելի, քան առաջներում։ Դրա համար շատ ավելի դիպուկ են կրակում ու դրա համար ավելի ստիպված, ավելի մոբիլ է հրետանին դարձել։ Եվ ավելի լավ է թաքնվում։ Ավելի լավ թաքնվում է, 1-2 կրակոցից հետո միանգամից թաքնվում է, գիշերները շատ դժվար է աշխատելը դարձել, որտեղ տաքանում շատ հեռվից տեպլավիզորներով տեսնում են, լիքը բաներ կա, որ հուսա մեր հրետանավորներին սովորացնում են, մեր մոտ միշտ էլ հրետանին համեմատաբար լավ վիճակում է եղել։ Որովհետև համեմատաբար ավելի գրագետ մարդկանց են ներգրավել, ավելի, ոչ թե դրանք անգրագետ են դրանք։ Չէ, ավելի Վազգեն Սարգսյան ակադեմիա որ գնաս, ունդ բալային սիստեմով ավելի լավ քննություն հանձնածները հրետանի են գնում։ Չես կարող համեմատել հասարակը հետևակի հետ էլ ու ինձ թվում է հիմա ինստիտուտ ունենք հատուկ հրամանատարական իրենք ինչ-որ հետազոտություններ պետք է անեն դիսերտացիաներ գրել բան երևի սունձիից չեն անում էլ էդի այժմյան պատերազմների մասին են անում չնայած էլի սունձի այդ բաները սա աշխատում է բայց հիմա զենքի միջոցները շատ է փոխվել էլի հա բայց պայքարի բաները հիմա անուններ է փոխվել հաճախ ասենք գիբրիդային պատերազմ, ես իմ sense բաներ են անում, բայց իրականում հակամարտությունը, այդ թվում նաև պատերազմի տեսքով ինքը եղել է շատ վաղուց, դեռևս այն ժամանակ, երբ որ մամոնտը իրար մեջ չէին կիսում, ասենք երկու տղամարդ։ Այդ առումով բան չի փոխվել, բայց գործիքներն է զուտ փոխվել, դրա համար ասում եմ 5000 տարի առաջվա ճակատամարտերը չդնեն հետազոտեն, էլի, այսինքն այժմյան հակամարտությունները հետազոտեն ու ըստ դրա եթե անհրաժեշտություն կա ինչ որ փոփոխություններ որ իրանք ժամանակակից կոնֆլիկտները մանավանդ մեծ անկեղծ ասեմ հիմա ինտենսիվ պարապում են բանակում ամենայն դեպս փորձում են դա անել վերջապես բանակում հրանգիչ հասկացողությունը հայտնվել հայկական բանակում ամենայն դեպս արդեն պրակտիկ կան այդպիսի մարդիկ տեղում կան Ես հիշում եմ, որ ինձ ասենք 13 թվականից Էդի հատուկ ստորաբաժանումներում ինձ առաջարկել են հրահանգիչ, նույնիսկ 16 թվականին հատուկ ստորաբաժանումների մասին չի աշխատավարձ իրար կպածով հատուկ ստորաբաժանումների միշտ ինչ-որ ուրիշ ձև են վերաբերվել հիմա հասարակ հետևակում էլ հայտնվել է այտենց հաստիկները հայտնվել Հետաքրքիր է, ինչից կլինի, կարող է դրանից է, որ հասարակ ընդհանրապես ասենց մի կերպ ինչ-որ բան իմացող կամ ոչ մի բանից չհասկացող ռազմամարզական եւ ռազմահայրենասիրական կառույցները օգտվելով հնարավորությունների պատուհանից 20 թվականի պարտված պատերազմից անմիջապես հետո մաքսիմալ փորձեցին ներթափանցեն
բանակ եւ որոշ տեղերում մարզանքներ եւ վարժանքներ կարողացան անցկացնել։ Կարող է դա է պատճառը։ Որտեղ որ արգելեցին շուտ, այնտեղ դա չհասցրեցին շատ բան տան։ Որտեղ ուշ իմացան վերադասները, ուշ արգելեցին, բայց ամեն ինչը, ասենք, արգելող, ամեն ինչ ունենք այդ հիմար հայտարարությունները, որ ասենք ես մեկ-մեկ միջը որս լսում եմ, ոչ մեկ ամեն ինչ չունի, ոչ ոք, ոչ Իսրայելը, ոչ Ամերիկան, մանավանդ մենք խնդալս չէ, զզվելս է գալի, այտենց անուղեղ, ասենք, հայտարարությունից, բայց հասարակական կազմակերպությունները այդ թվում նաև 23 թվականի 25-օրյա հավաքները անցկացրած ինստրուկտորների միջոցով, որ անցկացվեց, ստիպեցին զինված ուժերին, որ իրանք մի բան անեն, նույնիսկ դիմելով ինստրուկտորներին։ Ես կիսատ մնացել, ուզում եի շարունակեի ու տանեի դրան, որ միայն բանակով չի։ Իսրայելը դա ցույց է տալիս, էլի, շատ ավելի չասեմ, նույն ձև կարևոր է նաև ռեզերվը պարապած ունենալ։ Տարբեր զինվորականների ժամանակին, որ շփվել եմ Բարսագույն սպայական կազմից, իրենք երբ որ բանի մասին, մոբի մասին խոսում են, իրենք ոնց որ ինչ-որ վեշի մասին խոսային, իրի մասին խոսային։ Դե հասկանալի էր խի։ Ամենագերագետ զինվորականներից մեր հայկական բանակի, որ շփվել եմ, ինքը պարապած մոբի մարդ համարում էր, չպարապածի մսացու էր համարում։ Ինքը նենց չի մարդկանց տենցա վերաբերվում, ցանկանում էր այդ մոբի գլխավոր դառնալ, որ չպարապածներին քչացներ, այսինքն մարդ ծարքեր բոլորին, զինվորական առումով մարդ էլի, խոսքը դրա մասին է, բայց հələ ես այդ բանը չեմ տեսնում, որ մեր 25-օրյա հավաքները, հենա իրանք բարձրաստիճան պաշտոնյաները ասում են, որ սահմանում խնդիր ունենք, տանում ենք հերթապահության, բայց փաստացի անպատրաստ մարդկանց են տանում, թե 20 տարի առաջ ծառայելա լավ է ծառայել, դա չի նշանակում, որ հիմա պատրաստ են։ Նույնիսկ 5 տարի առաջ ծառայածը դեռ հարց է, կհասցնի 5 օրվա մեջ շատ դժվար է, բայց ասեմ, գիտելիքները։ Մարդի իրանք զինվորականները մի քիչ պեսիմիստավարի են մոտենում մոբին, բայց մոբը ցանկություն ունի սովորելու։ Ամենակիչը գիտակցություն ունի, որ եթե չսովորի շուտա ինքը 10 տարեկանը չի, բոլորը ընտանիք ունեն եւ ուզում են ընտանիք վերադառնան, զարմանալի ցանկություն կա, շատ զարմանալի է, որ իրանք ուզում են վերադառնալ, ամեն մեկը իր կարծիքով ամենագեղեցիկ կնոջ մոտ, էլի ասենք, զարմանալի է երեխեքի մոտ։ Դրա համար հորդորում եմ բոլորի պետք ունենալ այդ բանը օգտագործել։ Հորդորում եմ մեր հայրենակիցներին, ովքեր 25-օրյա հավաքների են գնում, պահանջեք, որ ձեզ պարապաստեն։ Ճիշտ է, շատերին հաճելի է գնալ, երևի իրանց առօրյայից հանգստանում են այդ 10 օրը, որը անցկացնում են կամ 7 օրը, որը անցկացնում են հավաքների ուսումնական կենտրոններում, բայց ավելի օգտակար է պետք է ժամանակը օգտագործել։ Բանը, մի հատ ֆիլմ կա, գիտեք, բանը, Comes Monte Cristo, ինքը գրված է մի հատ գրքի հիման վրա, ինչի մասին է, տասնյակ տարի, թե մի քիչ ավել, ինքը փակի տակ էր ու բախտը բերում է, այնտեղ կողքը մի մարդ կար, որը սկսում է իրան գիտելիքներ տալ, եւ արդյունքում ինքը դառնում է Սուպերմեն, հետնել ասենք հսկայական հարստությունով։ Դա ես հասկանում եմ գիտելիքներով հաջողության գալու մասին է։ Նույնը ասենք ամերիկյան ֆիլմն է Ձեն Սուրկան, այն որ պարբերաբար սկզբից բան կա թալանում, ես իմ ինչ կայֆավատներ կայծեր, ոչմ լրբեր, խմիշք, ինչ ասես բան, այնտեղ հետո ձանձրանում է, սկսում է տարբեր ձև ինքնասպան, հետո սկսում է տարբեր բաներ սովորել։ Եվ դուրս է գալի այդ փոսից, այդ բանա Սանսարայի այդ շրջանակի մեջից ինքը կարողանում է դուրս գա։ Հայր ջան, երբ որ միտեղ գնում եք, օգտակար օգտագործեք, էլի, միշտ աշխատեք մի բան սովորեք։ Իսկ մարտական գիտելիքները, մարտում պետքական գիտելիքները, դա այդ իմ ասած աշխարհի ամենագեղեցիկ կնոջ մոտ վերադառնալու հնարավորությունները շատացնում են, դարձնում է 97%։ Այնքան էլ արտիլերիայի մասին չեղավ այս հաղորդումը։ Շատ բան իրականում ասացինք։ Քիչ բան ասացինք։ Մոտ 20 րոպե դրանց գոնե խոսացել։ Կուզենայի մի կարճ մի բան էլ ասել դրա հետ կապված։ Մենք մեծ հանցանք էինք գործում, հնարավոր է 0.1% կամ 1%-ը Արցախի հանձնման մեջ նաև մեղավոր էին այն շինարարական կամպանիաները, որոնք որ Հադրութի փախստականների համար
տներ էին կառուցում առանց նկուղների։ Հայր ջան, սահմանամերձ մանավանդ գոտերի բնակիչներ կուզ, կսեմ, կուլա լսի։ Արա դու քո հանճար չէ կարա տուն առանց նկուղների, այն 17 միլիոններով արդեն գիտեմ մի քանի տուն գոնե առանց նկուղների, կարճ ցոկոլային բանով։ Առանց նկուղի տուն, ընդ որտեղ գոյություն ունի երկրաշարժ եւ ասենք ֆունդամենտնա փրկում այդ ժամանակ քեզ, մեկ է որտեղ գոյություն ունի հարևան թուրք, լուրջ, ուշքի եկեք, ճիշտ ձեզ պահեք, համ ժամանակը ծախսելու մեջ, համ գումարը ծախսելու մեջ։ Կարճ ասած պատրաստ եղեք խաղաղությանը։ Պատրաստ եղեք խաղաղությանը, արժանի եղեք խաղաղությանը։ Այ արժանին այն ուժեղն է, խաղաղության արժանի չի այն, ով որ օգտագործվող իրա։ Այսքանով սահմանափակվենք, էլի ուժեղ եղեք, ժամանակը արժանի եղեք, անիմաստ բաների վրա մի վատնեք ու արժանի դարձեք խաղաղությանը, պատրաստվեք խաղաղությանը։ Կարող է իրանք արդեն վաղուց են դարձել։ Մի մասը միշտ էլ կատարելագործվեք եւ վերադարձեք միշտ տուն հաղթանակով։ Ստեսություն։ Հաջողություն ձեզ։